Աջափնյակի ուղևորահոսքն ու երթևեկությունը թեթևացնելու համար վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը դեռ 2014-ին ուսումնասիրություն էր կատարել և նախատեսել Մերգելյան ինստիտուտից ֆիզիկայի ինստիտուտ մետրոյի նոր թունել փորել, որը կամուրջով միացվելու էր Աջափնյակի ներկայում հայտնի մետրոյի այս հատվածի հետ։ Ծրագիրը չիրականացվեց, շատ թանկ էր, մոտ $300 միլիոն արժեր։ Հայաստանը չուներ միջոցներ, 12 տարի անց էլ ոչինչ չի փոխվել։ Կայարանը, որի շինարարությունը սկսել էին դեռևս խորհրդային տարիներին, նախագծման տարբեր փուլերով անցավ նաև 90-ականներին։ Այժմ էլ Տիգրան Ավինյանի տարբերակն է քննարկվում։ Աջափնյակի մետրոյից մենք բոլոր փորձաքննությունները արդեն անցել ենք եւ մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը։ Բավականին ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ձգձգվել է, այսպես ասեմ, փորձաքննությունը, բայց այժմ մենք ունենք այդ փորձաքննության արդյունքները, որը որ մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով։ Թեև նախագիծը տեխնիկապես պատրաստ է, բայց չկան բավարար ֆինանսական միջոցներ մետրոյի կառուցմանն առնչվող գործընթացներն իրականացնելու համար։ Կառավարությունը շինարարության համար 9.6 միլիարդ դրամ էր նախատեսել, որի մեծ մասն ուղղվելու էր օտարման գործընթացին։ Համայնքային իշխանությունն այդ գումարի մի մասը նախորդ տարի նոր տրոլեյբուսների վրա ծախսեց։ Փոխարենը այս տարվա բյուջեով 2 միլիարդ ավելացրեց օտարումները գոնե մասնակի իրականացնելու համար։ 2 միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեխնիկայի մրցույթի համար եւ որոշ չափով օտարումներ իրականացնելու համար։ Ամբողջ տրամաբանությունը ուզում եմ հիշեցնել այս հանձնարարականի ինչու մեր կայանում, որ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք մի որոշակի կամ բիզնես կենտրոն կամ այն ինչ որ այս ընկերություններից մեկը, որը որ կհաղթի կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի եւ որոշակիորեն նաեւ կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու են կայարանի կառուցման համար։ Քաղաքապետարանը մասնավոր համայնք համագործակցությամբ է ցանկանում կոմպենսացնել մետրոյի կառուցման ու շահագործման ծախսերը։ Մետրոյի եւ դրան հարակից տարածքի բիզնես կենտրոնը ներառող քաղաքաշինական կոնցեպտը ներկայացնելու համար գործընթացը դեռ նոր է նախավորակավորման փուլն անցել։ Երկու ընկերությունների կոնսորցիումների միջև ընտրությունը կլինի մարտին։ Տրված խորհրդատուի հետ նորմալ աշխատելու պարագայում եւ խորհրդատուն իր պարտականությունները կատարելու դեպքում մենք աշնանը կամ տարեվերջին կունենանք արդեն պատրաստի ներդրումային ծրագիր, որը արդեն քաղաքը կորոշի հետագա մրցույթի եւ հետագա իրագործման մոդալությունները։ Արդյոք կա հստակ նախագիծ, թե ինչպես, որ հատվածում եւ ինչ մակերեսի վրա է կառուցվելու բիզնես կենտրոնը կամ այն շինությունը, որով փոխհատուցվելու է մետրոյի շինարարության համար քաղաքի ծախսերը։ Նախավորակավորման փուլն անցած ընկերություններից ասում են, տեխնիկական նկարագրում այս ամենը հստակեցված չէ։ Հստակ նախ չկա ուրվագիծ է տարածքի, ընդհանուր հարակից քաղաքաշինական Մենք ոնց է մրցույթը։ Էությունս հետևյալի մեջ է, թե Աջափնյակի մետրոն ինչ ազդեցություն ունենալու քաղաքաշինական առումով հարակից միջավայրի վրա քաղաքաշինական տեսանկյունից, դա թե տնտեսական, թե դեմոգրաֆիկ, թե ճարտարապետական, թե կառուցապատման սխեման ոնց է լինել, այսինքն այդպես գլոբալ բան է, առաջ դրանք այդպես հստակ չկա, որ ինչ որ լինել բիզնես կենտրոն կամ լինելու շենք։ Կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակը դեռ չի ներկայացրել հստակ տեխնիկական եւ քաղաքաշինական լուծումներ, այդ գործառույթը թողնելով խորհրդատվական ընկերություններին, եւ մինչ քաղաքապետարանը խոսում է մետրոյի կայարանի շինարարության մոտալուտ մեկնարկի մասին, առանցքային հարցերը շարունակում են մնալ օդում։ Չկա ֆինանսավորման ամբողջական պատկեր, չկան հստակ ժամկետներ, ներդրումային մոդելը դեռ մշակման փուլում է։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։